Ես չեմ կարծում, հարգելի բարեկամներ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների միջոցով էապես հնարավոր է ինչ-որ մի բան փոխել։ Բայց սա արդյոք նշանակում է, որ ընտրական գործընթացը պետք չէ օգտագործել ռեժիմի իրականացրած հանցագործությունները ռեժիմի պարագլուխների դեմը դնելու համար։ Կարծում եմ, որ ոչ։ Անպայման այս հնարավորությունը պետք է օգտագործել։ Իսկ ռեժիմը, այսինքն այն խումբը, որը ուզուրպացրել է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, իրականացրել է բազմաթիվ թե մանր, թե մեծ հանցագործություններ, որոնք ազդել են մարդկանց կյանքի որակի վրա, որոնց հետևանքով մարդիկ կորցրել են իրենց առողջությունը, իրենց տները, իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետությունը 2018-ից 20 թվականների զորակոչը, նկատի ունեմ Փաշինյան Նիկոլի կառավարման կամ ճակերտավոր կառավարման ժամանակահատվածը, ուղարկել է աղդամներ, ջաբրայելներ, այլ ջանդամներ 22 թվականի հոկտեմբերին օֆիցիալ իր իսկ կողմից զորակոչված տղաներին, այնտեղ ուղարկված տղաներին օֆիցիալ Հայաստանի Հանրապետության անունից ճանաչել է օկուպանտ խուժան։ Սա մեծ հանցագործություն է։ Սկզբից ասում էր ես ճանաչել եմ, որովհետև Աստանայում պայմանավորվածություն է եղել 91 թվականի։ Հիմա փոխել է հռետորաբանությունը, ասում է ես ճանաչել եմ, որովհետև Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը այդպես ասել է։ Սա հանցագործություն է։ Եվ սա հանցագործություն է, որը պիտի քննվի Հայաստանի Հանրապետությունում, հայերը պիտի դա անեն, եւ այն պիտի ունենա կոնկրետ հետևանք։ Պատերազմի ավարտից հետո եւս մեկ անգամ ասում եմ, հայ կոլաբորանտները վաճառել են իրենց հեկերը ադրբեջանցիներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստացել են կոմպենսացիա։ Սա հանցագործություն է։ Սա տնտեսական մեծ հանցագործություն է, այլանդակ, ամորալ հանցագործություն է։ Այս 5 տարիների ընթացքում այդպես էլ որևէ մեկը պարլամենտում Փաշինյան Նիկոլին չհարցրեց, թե որ իրավունքով ես դու այդ ստահակներին ոչ միայն չձերբակալել, այլ նաև կոմպենսացիա տվել, որ իրավունքով։ Ոչ մի նիկոլական падգամավոր այդպես էլ Փաշինյան Նիկոլին չհարցրեց, չխնդրեց, չպահանջեց, որպեսզի բարձրացնեն այդ կոլաբորանտների անունները։ Կարծես թե դա իրենց պետք էր։ Այսինքն այս մի ֆրագմենտը եւս մեկ անգամ ցույց է տալիս ռեժիմի այս ընդդիմություն, իշխանություն տարբեր թևերի դերակատարների ընդհանուր շահերի սպասարկող լինելը։ Այս պահին, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ մարդիկ հասնում են իրենց ծառայության վայր, երիտասարդներ, անցնելով ադրբեջանական զննության, ադրբեջանական վերահսկողության, ադրբեջանական ստորացման միջով։ Այսինքն, Երևանի քաղաքապետը, պատկերավոր ասած, շատ պատկերավոր եմ ասում, հա, բաժանել է տալիս պավեսկաներ, այդ պավեսկաները հասնում են նաև այն մարդկանց, ովքեր իրենց ծառայությունը պիտի անցկացնեն այդ վայրերում, իսկ խոսքը գնում հարյուրավոր մարդկանց մասին։ Իսկ Երևանի քաղաքապետը բանակից ազատված է։ Իսկ Երևանի քաղաքապետը պարտադիր զինվորական ծառայությունից փախած է։ Երևանի քաղաքապետի ճակատին դաջված է փսորիաս 15,000-ը։ Սա մեծ ամորալություն է կազմակերպված Հայաստանի Հանրապետության, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ նաև ես պիտի հիշեցնեմ, որ Ավինյան Տիգրանը կամ նիկոլական խմբակցությունը Երևանի ավագանիում չունի մեծամասնություն։ Երևանի ավագանիում եւս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ նույնիսկ չի քննարկվել Ավինյան Տիգրանին անվստահություն հայտնելու հարցը։ Ինչպես Ավինյան Տիգրանին չի քննարկվել, այդ օրակարգ չի բերվել, այսինքն միգուցե բուֆետում քննարկվել է քաղաքապետարանի։ Այդպես էլ Փաշինյան Նիկոլին իրականացրած առերևույթ բազմաթիվ հանցագործությունների համար կամ այն հանցագործությունների համար, որի մեջ թաթախված է Փաշինյան Նիկոլը, այն առերևույթ բազմաթիվ հանցագործությունների
առիթով impeachment-ի հարցը օրակարգ չի մտել։ Ես այս վերջին կապիկությունը նկատի բացարձակապես չունեմ։ Եվ այսպիսի, այս շարքը կարելի է երկար շարունակել, հարգելի բարեկամներ։ Երկար 44 օրերի ընթացքում տեղի ունեցել են բազմաթիվ հանցագործություններ, բազմաթիվ ավանտյուրիստական քայլեր, որը իրականացվել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից։ Մերժվել է հրադադարի վերաբերյալ պայմանավորված արդեն առաջարկությունները, խախտվել է հոկտեմբերի 10-ի հրադադարը։ Կեղծ հեղափոխություն, սարքած հեղափոխություն, գիտեք, ապա երկրներում բազմաթիվ հեղափոխություններ տեղի ունեցել են, սրա մասին խոսել եմ։ Օրինակ Ղրղստանում երբ հեղափոխություններ տեղի ունենում, Ղրղստանի ղեկավարները մազապուրս փախնում էին, կամ այլ երկրներում երբ հեղափոխություններ տեղի ունենում, այդ երկրների ղեկավարների ազդեցությունը դառնում էր զրոյական։ Հայաստանի Հանրապետության 18 թվականի հեղափոխությունից հետո հանրապետականները ծլում, ծաղկում, բարգավաճում են նախկին հանրապետական ռեժիմի շատ ու շատ անդամներ, զբաղեցնում են բարձր պաշտոններ, թե դիվանագիտական, թե տնտեսական, թե ռազմական ոլորտում։ Հիմա այս ամենը, այս բոլոր հանցագործությունների մասին պետք է խոսել, պետք է պայքարել, այդ թվում այո, օգտագործելով նախընտրական կամպանիան եւ այն մարդիկ, ովքեր համամիտ են ինձ հետ, կամ այն մարդիկ, ովքեր այսպես են մտածում, այդ մարդիկ, այդ ուժերը պետք է հավաքվեն իրար ներողություն, ժողովրդական բարի համար պետք է հավաքվեն իրար գլուխ։ Այո, մենք կարող ենք տունը նստել եւ առավոտից երեկո օֆիսում նստել, առավոտից երեկո հայոյել Էրդողանին, հայոյել Ալիևին։ Ու կարելի ասել դեռ անվտանգ է, հա, դեռ անվտանգ է Ալիևին հայոյելը, ինչու, որովհետեւ Ալիևը մեզանից հեռու է։ Բայց այն մարդիկ, ովքեր չոքել են Ալիևի դեմը, ովքեր այս ավանտյուրան իրականացրել են, այդ մարդկանց հանցագործությունների մասին մենք չենք խոսում։ Սա ցույց է տալիս մեր բոլորի լիցեմերությունը։ Ոնց կարող ես դու Ալիևին հայոյես, բայց Ալիևի դեմը կզածի հանցագործությունների մասին չխոսես։ Սա լիցեմերություն է։ Այսինքն մենք պիտի մինչև մեր հայացքը այս կամ այն երկիրը ուղղելը պիտի խոսենք հայ ջոչերի իրականացրած հանցագործությունների մասին եւ պիտի պահանջենք, որ այդ ամենը բացահայտվի եւ ունենա իրավական հետևանք։ Մնացած բոլոր դեպքերում, հարգելի բարեկամներ, ունենալու ենք հետս հետե ձախողումներ, հետս հետե մենք բրցնելու ենք, ավարտվելու ենք։ Ոչ սահմանադրությունն է մեղավոր, ոչ օրենքներն են մեղավոր եւ ոչ էլ ենթաօրենսդրական ակտերն են մեղավոր։ Հայաստանի Հանրապետությանը պետք է լուստրացիա։ Բարի բուն իմաստով Հայաստանի Հանրապետությանը պետք է ինչ է նշանակում լուստրացիա, ինքնամաքրում ապրելու համար մենք պետք է ընտրենք այս ճանապարհը։ Եվ թող Աստված օրհնի Հայաստանը։